Գյումրու ավականու 2016 թվականի մարտի 24-ի որոշմամբ համայնքի 16 համատիրությունների սպասարկման տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերում արհեստական լույսերի տեղադրման համար հատկացվել էր 25 միլիոն դրամի սուբսիդիա։ Քաղաքապետը հետաքրքրվեց, թե խնդիրներ չեն ծագել արդյոք աշխատանքների իրականացման ժամանակ եւ ինչ փուլում է այժմ գտնվում արհեստական լույսերի տեղադրումը։ Ի պատասխան հարցմանը կենտրոն համատիրության նախագահ Մովսես Ջոհարյանը հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի եւ խոչընդոտներ չեն առաջացել այս ընթացքում։ Սամվել Պալասանյանը նշեց նաեւ, թե ենթադրություններ են տարածում գտել, ըստ որոնց արհեստական լույսերի տեղադրումը պայմանավորված է առաջիկա թիմ ընտրություններին ընտրողների կողմից աջակցություն ստանալու հետ, սակայն վստահեցրեց, թե նման երևույթ չկա եւ ամեն ինչ արվում է ի բարօրություն քաղաքի բնակչության։ Քաղաքապետը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում լուսասարքերն առավել հարմար գներով ձեռք բերելու համար։ Կենտրոն համատիրության նախագահ Մովսես Ջոհարյանը տեղեկացրեց, որ դրանք այժմ հնարավոր է դարձել ձեռք բերել մատչելի գներով, իսկ մատակարարումը միանգամայն նորմալ է ընթանում։ Որակի ագրանքներ։ Հետո 2300-ով կար, հետևաբար առանք էժան, պայմանագիր կնքեցինք, փողերը փոխանցեցինք, մաշտը բարեխեժորեն մատակարարեց։ Ինչ է լսում։ Ինչ է լսում, ամենահարմար ես բոլոր տեղերը զանգել եմ, հետաշխատել եմ, Երևան եմ գնացել, այդից էժան չեմ հանդիպել։ Ամենաէժանը կերել եմ առել։ Քննարկման ավարտին քաղաքապետը խնդրեց ԶԼՄ ներկայացուցիչներին դուրս գալ դահլիճից, որպեսզի համատիրությունների նախագահների հետ առավել անմիջական պայմաններում ընթանան այլ հարցերի շուրջ քննարկումները։ Նա խոսեց նաև այն մասին, թե նոր դահլիճում բացի զուտ քաղաքապետարանի գործունեությանն առնչվող միջոցառումներից նախատեսվում են նաև այլ բնույթի հանդիպումներ։ Սամվել Հունանյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։